Տարիների ամուսնությունից հետո վերջերս պարզ դարձավ, որ դերասան Կարեն Հովհաննիսյանն ու կինը Մանե Հակոբյանը որոշել են բաժանվել։ Այս մասին դերասանը պատմել է Go Sport FM 96.3-ի եթերում, հաստատելով շրջանառվող լուրերը։ Նախկինում Կարեն Հովհաննիսյանը միշտ էլ խոսել է ընտանիքի, ծնող-երեխա հարաբերությունների և ամուր ընտանիքի մասին իր պատկերացումներից, իսկ այս հաղորդման շրջանակներում, երբ հաղորդավարուհին հարցրել է արդյոք այս անգամ ևս ծանր է տարել ամուսնալուծությունը, դերասանը պատասխանել է՝ ծանր եմ տարել։ Նրա խոսքերից պարզ է դարձել նաև, որ սա նրա առաջին ամուսնությունը չէր։ Զրույցի ընթացքում հաղորդավարուհին հիշեցրել է, որ մինչև ամուսնությունը դերասանը ևս մեկ ամուսնություն է ունեցել։ Նա նաև ունեցել է տարբեր հարաբերություններ և անգամ կենցաղ է կիսել կանանց հետ։ Հարցնելով արդյոք վերլուծել է, թե իր բնավորության որ գծերն են պատճառ դառնում, որ հարաբերությունները երկարատև չեն լինում։ Այս հարցին ի պատասխան Կարեն Հովհաննիսյանը նշել է, որ դա շատ անձնական թեմա է և որքան էլ պատրաստ է անկեղծ խոսելու, կան հարցեր, որոնց մասին չի կարող մանրամասնել։ Go Sport FM-ի եթերում հյուրընկալվել էր դերասան Կարեն Հովհաննիսյանը, որտեղ խոսել է իր անձնական կյանքի մասին։ Star News-ը հետևել է զրույցին։ Հաղորդման ընթացքում հնչած հարցին իր և կնոջ Մանեի բաժանման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին դերասանը հաստատեց, որ դրանք համապատասխանում են իրականությանը։ Ավելի վաղ զույգը սոցիալական հարթակներից հեռացրել էր համատեղ բոլոր լուսանկարները, ինչը հետևորդների շրջանում տարբեր քննարկումների առիթ էր դարձել։ Կարենի խոսքով բաժանման որոշումը կայացվել է մոտ 1 ամիս առաջ։ Կարեն Հովհաննիսյանը էկրաններին է արդեն շատ երկար տարիներ, սակայն հարցազրույցների շատ չի մասնակցել, բացառությամբ նախորդ տարվա, երբ նա հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Live from հաղորդմանը։ Կարենը զրույցի ընթացքում խոսել էր դժվար մանկության, ծնողական ջերմության բացի մասին, ինչպես նաև անդրադարձել էր ծնող-երեխա և կին-տղամարդ հարաբերություններին։ Հենց ծնող-երեխա հարաբերությունների մասին դերասանի արտահայտած մտքերն էլ հայտնվել են քննարկումների կենտրոնում և սկանդալի պատճառ դարձել։ Շատերը դերասանին մեղադրել էին եթերում բռնության կոչ անելու մեջ։ Բանն այն է, որ Կարենը երեխային դաստիարակելու մեթոդների մեջ ներառում է նաև ապտակը։ Այս քննարկումներն արդեն մի քանի օր է, ինչ կան, և ահա, Կարենին կրկին եթեր է տրամադրվել։ Հրաչ Մուրադյանը իր «Բաց թեմա» հաղորդման շրջանակներում հրավիրել էր Կարենին։ Զրույցին ներկա էր նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Այս հաղորդման ընթացքում նույնպես մասնագետները խոսեցին երեխային ճիշտ դաստիարակելու մասին։ Կարենը կրկին արտահայտեց իր անկեղծ խոսքը։ Ես միանշանակ էլի այն համոզմունքն ունեմ, որ երեխան պիտի ստանա ապտակ, բայց իհարկե տեղին։ Ես ինքս էլ ապտակ ստացել եմ այն սխալիս համար, որը պարբերաբար կրկնում էի։ Ես անձնապես օրինակներ ունեմ, երբ երեխային թողել են բարձի թողի վիճակում, ասելով, որ նա ինքնուրույն է, թող մեծանա, իսկ հիմա նա սայլակին է նստած, քանի որ դարձել է թմրամոլ։ Իմ ասածը վերաբերվում է նրան, որ երեխային պետք է ուղղակի սթափեցնող ապտակ հասցնել։ Ես չեմ խոսում ծեծի մասին։ Ես բնավ դրա մասին չեմ խոսում, որ երեխային պետք է անդադար ապտակես։ Կարենի այս խոսքը հավելեց նաև հոգեբանը, նշելով, որ վստահ է, որ Կարենը չի ուզում բռնության կոչ անել ու ասել, որ բռնությունը դաստիարակության միակ միջոցն է։ Մարիամ Մեհրաբյանը նաև նշեց, որ ժամանակին ասված խոսքը ու հայացքը կարող են ավելի ազդել երեխայի վրա ու չպետք է բաց թողնել երեխայի հետ խոսելու պահը, թե չէ ուշացած ապտակը երբեք չի փրկի իրավիճակը։ Հարկ է նշել, որ արդեն այս հաղորդման մեկնաբանություններում դիտողները համակարծիք են եղել դերասանի հետ և կիսվել են իրենց տեսակետով։ Հետևորդները այսպիսի մեկնաբանություններ են թողել. «Ճիշտ ես Կարեն ջան, այո, նման պարագայում շատ ճիշտ եք»։ «Կիսում եմ Կարենի կարծիքը, այո, սթափեցնող ապտակը երբեք սխալ չէ դաստիարակության մեջ»։ «Կարենի նման տղամարդ եթե շատ լինի մեր հայ ընտանիքներում, չի վերանա նամուսով, շնորհքով ավանդույթները»։ Մեկ այլ հետևորդ էլ այսպիսի գրառում էր արել. «Ես համամիտ եմ Կարենի հետ, ավելի ադեկվատ, վերլուծող, առօրեական մտածելակերպով էր, իսկ հոգեբանները և մնացած ժամանակակիցները մենակ թեորեմներով են խոսում։ Մի ժամանակ տղաներն ու աղջիկները ավելի հզոր,
ուժեղ կամքի տեր էին, քան հիմա, ընդ որում մի ժամանակ ավելի խիստ էին վարվում ծնողները։ Եվ այսպես, այս հաղորդման շրջանակներում դերասանին հնարավորություն տրվեց ևս մեկ անգամ բացատրել իր խոսքը եւ արդեն ճիշտ ուղղությամբ հասցնել այն հեռուստադիտողին։ Հատկապես վերջին շրջանում Կարենը շատ ակտիվ է Instagram-յան հարթակում, որտեղ հաճախ տստեր մասնակցությամբ տարբեր հոլովակներով է կիսվում։ Նանեի շարքից հրապարակումներին կից հաճախ գրում է Կարենը։ Ձեզ ենք ներկայացնում նաև դերասանական ընտանիքի տստեր մասնակցությամբ մի քանի հոլովակ ևս։ Արի գնանք տեսնենք, հա? Գնանք տեսնենք։ Ջոջոջ Ով է բերել։ Բիբիգինա դի բիդիգա ծուրաս Արի գնանք տեսնենք, արի։ Նանի նայի ինչ էր աստեղ։ Հələ նայի չեր ունես, ես բոլորը քոնն են։ Հələ նայի։ Իդի չալը դեյվ։ Հələ դե գրնի։ Նարի միասին նայեք։ Իսի չա։ Եկել։ մա դինա Ում տունը։ դինա Տին ես եկել։ Ում տին ես եկել։ Էլի մի արատեց։ Ում տին ես եկել, նան։ տակա Սառնա, տակ չի։ Սառներ։ Դել չանես տեն սառներ, դա տակ չէր։ Ում տին ես եկել, ում տուն ես եկել, նան։ Ուր ես եկել։ Եկել ես որ նվեր ստանաս։ Ձմեր պապիկը քեզ նվերա բերելու էլի։ կակա Կակայա բերելու։ բիբիգա Պինգվինը բերելու։ Նանե, էդ ինչ ունես։ Էդ ինչա դեքշի հլը։ Լքշի լմատ քշի տեսնենք չի մաղջիկը լավ բաներ ունի։ Հայ ապրի մաղջիկը։ Նայնա։ Ուրա։ Մաման էլ զապտա։ Հեսա մաման էլ զապտա։ Անուր ենք գնում։ Մոտ։ Հա։ Okay, Lepucci. Dejupta hele? Dejupta? Uren gnu. Nan uren gnu. ça avon Hafona? Uren gnu. Uasta hafonan. Rokafanada tanıma Değerli günah datan hadi. Ay tuzuk. Tuzuk.